Պարոն Նարեկ Կարապետյանը էլի փառահեղ մտքով է աչքի ընկել, ասում է չի կարող մարդը Սևանա լճի ափին ապրել եւ լինել աղքատ։ Այսինքն մնացած տեղերում կարող է ապրել, չես հասկանում, էլի։ Այս քաղաքական կյանքում թրծված չլինելն է, քաղաքական խոսքի դեֆիցիտը, ասելիքի պակասորտը, ինչն է պատճառը, որ նման բաներ կարելի է ասել, էլի։ Եվ ստեղ իսկապես հարց է ծագում ու շատերը այդ հարցը տալիս են։ Պարոն Կարապետյան, դուք այնքան փոքրիկ չեք տարիքով կամ վերջապես ձեր հայրը եղել է իշխող քաղաքական ուժի Կարեն Կարապետյանը եղել է հանրապետականի կարկառուն ներկայացուցիչ, Սերժիկ Սարգսյանի մոտ եղել է աշխատակազմի ղեկավար։ Այդ ամբողջ ընթացքում Սևանա լճի ափերը բռնաբարվել են լենքով ու երկայնքով։ 2000 քանի 100 կտոր վարձակալություն կա տված։ Դա դեռ ապօրինություն չէ, այդ վարձակալական տարածքներում կապիտալ շինարարություն է արվել առանց թույլտվության, ու չէր կարող լինել թույլտվություն այդ կոնկրետ նիշի ցածր մագարտակին, հենց ջրի ափին։ Լիքը բաներ կան, շինություններ կան այնտեղ, հա, կապիտալ, այսինքն շինարարության համար պետք է շին թույլտվություն լիներ։ Մետաղյա փայտե տաղավարների մասին չէ խոսքը, որը տնել հանելը վնաս չի պատճառում լճին, կռունտներին եւ այլն, բայց կապիտալ շինարարությունը, որը արվել է, այդ 600 քանի ներողություն, 2000 քանի 100-ից 600-ի չափ, ուրեմն կապիտալ շենք ու շինություն կա, որոնք շին թույլտվություն չունեն։ Այսինքն, եթե շին թույլտվություն չունեն, դրանք ապօրինի են, դրանք սարքելու մեկնարկի պահին պետք է գային, քանդեին, ասեն քելա գնացիք։ Այդ ձեր հայրիկը, որը եղել է իշխող քաղաքական, լավ, ասենք հորեղբայրը Սամվել Կարապետյանը եղել է Ռուսաստաններում բիզնես է արել, լավ է արել, իշխող քաղաքական ուժի մաս չի եղել, ձեր հայրը եղել է, այսինքն Կարեն Կարապետյանը եղել է իշխող քաղաքական ուժի մաս, աշխատակազմի ղեկավար, մի որ ժամանակագրությամբ նայեք իր աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ էլի շինարարություն է եղել Սևանա լճի ափերին, կապիտալ շինարարություն այն գոտիներում, այն մագարտակում, որտեղ օրենքով չպիտի լիներ։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։